Մոսկվայից հնչեց արձագանքը Հայաստանում Եվրամիության լիդերների հանդիպման։ Վլադիմիր Պուտինը Փաշինյանին եւ Հայաստանին հստակ ասում է. պետք է կողմնորոշվեք, կամ գնում եք Եվրամիություն, եթե ցանկություն կա, ԵԱՏՄ-ից դուրս եկեք, անցկացրեք հանրաքվե, որոշեք, որպեսզի մենք իմանանք ինչպես ձեզ վերաբերվենք։ Միաժամանակ զգուշացրեց, ասաց, որ Ռուսաստանը հարգելու է այն, ինչ շահեկան է հայ ժողովրդին, եւ նկատեց, որ պատրաստ են քաղաքակիրթ բաժանման։ Определиться как можно раньше. Ну, например, провести референдум. Например, это не наше дело, но в принципе это вполне было бы логично провести референдум и спросить у граждан Армении, каков будет их выбор. В соответствии с этим и мы сделали бы соответствующие выводы. Բայց միաժամանակ հիշեցրեց, որ Եվրամիության հետ կոնֆլիկտը, ուկրաինական պատերազմը այդ մասին է։ Այսինքն հետագայում, եթե Հայաստանը օգտագործվի որպես հարթակ ընդդեմ Ռուսաստանի, Ռուսաստանը Հայաստանին վերաբերվելու է այնպես, ինչպես Ուկրաինային։ Այսինքն խաղաքարտերը լիովին Պուտինը բացել է, տալով հնարավորություն ընտրություն կատարել եւ հասկացնելով, որ երկար այս մանկական խաղը հանդուրժել չի կարողանալու։ Եվ այստեղ հարց է առաջանում, թե ում է խափում, մոլորեցնում, միամիտի տեղ դնում Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ իսկապես պետք է կողմնորոշվել։ Որքան էլ դու չցանկանաս կտրուկ որոշումներ կայացնել, քեզ չեն թողնելու խաղալ իրենց նարվերի վրա, խաղալ իրենց հեղինակության վրա, որովհետև Ռուսաստանը չի թողնելու, որ դու նախապատրաստվես Եվրամիության անդամակցությանը, իրականում ֆիզիկապես դա հնարավոր չի լինելու, որովհետև անհնար է միաժամանակ ունենալ Եվրամիության օրենքներ եւ Ռուսաստանի հետ Մաքսային միության օրենքներ։ Դա ֆիզիկապես հնարավոր չէ։ Հնարավոր չէ միաժամանակ մտնել ջուրը եւ լինել չոր։ Հետևաբար պետք է արձանագրել, սիրելի բարեկամներ, որ ընտրություն պետք է կատարվի եւ Պուտինը ասում է, որ հանրաքվե անցկացրեք։ Հանրաքվե ինչի չի անցկացնում Նիկոլ Փաշինյանը։ Շատ տրամաբանական հարց է, որովհետեւ այսօր Եվրամիության անդամակցելու ոչ հնարավորություն կա, ոչ հրավեր կա, ոչ էլ որևէ բան։ Եթե հիմա Նիկոլ Փաշինյանը անցկացնի հանրաքվե Եվրամիության գնալու եւ դուրս գա ԵԱՏՄ-ից, Հայաստանը մնալու է օդում։ Դուրս է գալու ԵԱՏՄ-ից, բայց միանգամից չի դառնալու Եվրամիության անդամ։ Հետևաբար Պուտինը պատահական չի, որ դնում է նման ընտրության առջև, հասկացնելով, որ ձևեր մի թափեք։ Կոնկրետ, եթե մնալու եք ԵԱՏՄ-ում, այդ թեման փակեք։ Եթե գնալու եք Եվրամիություն, ազգովի կողմնորոշվեք։ Իսկ ինչ պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ Նա ասում է՝ այո, բայց նկատի ունի ոչ։ Ասում է ոչ, բայց նկատի ունի այո։ Նրա այոն ամենևին չի նշանակում վերջնական այո։ Սա այն է, նրա մոտեցումն է, որը մանկապարտեզ է եւ երկար աշխարհի ոչ մի ղեկավարություն կլինի Ռուսաստանի Եվրամիության թե որ չի հանդուրժելու նման մանկապատանեկան համույթ։ Մինչև այն պահը, երբ որ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, դե յուրե եւ դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնում։ Եվ ես համաձայն չեմ նաեւ ապահարզան ձևակերպման հետ, որովհետեւ ես ազգային ժողովում եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ։ Ես այդ ձևակերպման հետ համաձայն չեմ։ Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ եւ մենք Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ ենք, այնպեսի անդամ ինչպես մյուս անդամները եւ քանի դեռ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը։ Այստեղ հարց է առաջանում, թե իսկապես ում է ուզում խափած լինել եւ մոլորեցնել Նիկոլ Փաշինյանը։ Ռուսաստանին չի կարող, որովհետեւ կամ դու ԵԱՏՄ-ում ես, կամ ԵԱՏՄ-ում չես։ Նա հաշվի առնելու քո կոնկրետ որոշումը։ Հապկից տես ասած սառեցրել է, բայց հապկը մինչև հիմա շարունակում է մնալ։ Ռուսաստանի համար մեկ է, դու ինչ կասես քո ժողովրդին խափես, չխափի։ Ինքը ելնում է կոնկրետ փաստից։ ԵԱՏՄ-ից դուրս գալու համար պետք է դիմես, հապկից դուրս գալու համար պետք է հստակ դիմում ուղարկես, որը տևում է 6 ամիս։ Դու դիմում ես քարտուղարություն եւ ասում ես, այս ամսվա, այս թվականի, այս ամսին ես դուրս եմ գալիս։ Եթե դա դու չես արել, ուրեմն դու կառույցից դուրս գալու որևէ մտադրություն չունես։ Որովհետև կառույցից դուրս գալը հենց դիմումից հետո տևում է որոշակի ժամանակ, պարտավորությունները, պարտքերը պետք է մարես եւ նոր դուրս գաս։ Այսինքն ոչ հապկի դեպքում, ոչ ԵԱՏՄ-ի դեպքում Նիկոլ Փաշինյանը նման բան չի անում։ Եվ Ռուսաստանը ընդունում է դա որպես իրականություն։ Դրա համար էլ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառում, որովհետև կա այն իրականությունը, որ Հայաստանը շարունակում է մնալ հապկի եւ ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց նա կատարում է քաղաքագիտորեն եւ եվրոպագիտորեն տագետ մի հայտարարություն։ Նա ասում է մենք չենք վերաբերում Եվրասիական տնտեսական միությանը որպես ամուսնություն։ Պուտինը ասել էր, որ կարող են քաղաքակիրթ ձևով բաժանվել։ Այլ դիտում ենք որպես միջպետական հարաբերություններ։ Գիտեք, խնդիրը հենց դա է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը միջպետական հարաբերություններ չեն։ Դրանք ինտեգրացիոն, վերազգային միավորումներ են։
Ինտեգրացիոն միավորման իմաստն այն է, որ ստեղծվում են վերազգային մարմիններ, որոնք որոշում են քո փոխարեն կապված քո մաքսային տնտեսական առևտրային հարցերը։ Դու այլևս միջպետական հարաբերություններ չեն, համատեղ որոշումներ են ընդունվում վերազգային կոլեգիալ մարմիններում։ Այդտեղ մինչև պետական հարաբերություններ չեն։ Եվրամիությունը իհարկե կան միջպետական հարաբերությունների ֆորմատներ, բայց ինտեգրացիոն միավորումը սովորական միջազգային կազմակերպություններից դրանով է տարբերվում։ Եթե դրանք շարունակեին լինել ուղղակի միջպետական, դրանք չէին կոչվի միություններ, դրանք չէին կոչվի ինտեգրացիոն միություններ եւ տնտեսական միություններ, դրանք ուղղակի կոչվեին երկկողմ կամ բազմակողմ հարաբերություններ։ Եվ այստեղ Նիկոլ Փաշինյանում է խափում սեփական ժողովրդին, նա չի կարող խափել ոչ Պուտինին, ոչ Եվրամիությանը։ Եվրամիությանը ինչու չի կարող խափել, որովհետեւ առանց հապկից եւ յատոմից դուրս գալու Եվրամիությունը քեզ քո հետ ոչ մի թուղթ չի ստորագրելու։ Իհարկե, վիզաների ազատականացում, քաղաքական հարաբերություններ, որոշ տնտեսական սահմանափակ հարաբերություններ հնարավոր են ոչ Եվրամիության անդամ դառնալու ցանկություն ունեցող պետությունների հետ։ Օրինակ, Եվրամիությունը առանց վիզային ռեժիմ ունի ավելի քան 65 երկրների հետ։ Օրինակ, ամբողջ Հարավային Ամերիկայի հետ Եվրամիությունն ունի առանց վիզային ռեժիմ։ Որոշ աֆրիկյան պետությունների հետ։ Այսինքն դա չի նշանակում, որ Հայաստանը օրինակ շատ են թմկարում, որ վիզաների ազատականացում է գնում։ Դա չի նշանակում Հայաստանը անդամակցելու է Եվրամիությանը։ Հետևաբար, Եվրամիությանը նույնպես խափել հնարավոր չէ։ Միակ կողմը, որին խափում է Նիկոլ Փաշինյանը, դա Հայաստանն է, հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ինչու՞, որովհետև ցանկանում է ուղակի խաղալով ժողովրդի էմոցիաների վրա վերընտրվել։ Այլ նպատակ նա չունի։ Դա մեծ հաշվով անհարգալից վերաբերմունք է, որովհետև դու լինելով այդ միության մեջ ասում ես, որ ես այդտեղից ցանկանում եմ դուրս գալ, բայց հիմա դուրս չեմ գալիս, որովհետև դա ինձ հիմա ձեռ չի տալիս։ Երբ ձեռ տա, այդ ժամանակ դուրս կգամ։ Ինչպես պետք է վերաբերվի Ռուսաստանը։ Ռուսաստանը կարող է մի օր որոշել, որ ինքը կվերցնի եւ կշպրտի քեզ այդ միությունից։ Եվ հետագայում դու հանրաքվե անես թե չանես, ոչ միանգամից Եվրամիություն ես գնալու, բայց դու հայտնվելու ես տնտեսական, քաղաքական եւ ռազմական այնպիսի սպառնալիքների առջեւ, որպիսին ունի այսօր Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը։ Սա է այն պարզ խաղատրամաբանությունը, որը Նիկոլ Փաշինյանը հասկանում է թե չի հասկանում, կարծես թե նրան այնքան էլ չի հուզում, նա իրականում մոլորեցնում խափում է միայն սեփական ժողովրդին։ Որովհետև գործնական ոչինչ չի անում, այլ իր լեզվով եւ շաղակրատանքով ստեղծում է ճգնաժամերի կազուս։ Եվ այդպես սկսվեց նաեւ Ղարաբաղում պատերազմը լեզվին տալու եւ դիմացինին փորձելով ապուշի տեղ դնելու այդ գործելավոճով։ Սա Հայաստանին եւ հայ ժողովրդին տանում է ոչ մի տեղ։ Պետք է կողմնորոշվել։